Բարի օր բոլորին, շնորհակալություն, որ շարունակում եք մեզ դիտել։ Մենք այսօր ունենք անսպասելի, ասենց ասած, երևույթի հիմնադիր, որը եկել է մեզ հյուր, որը ապացուցեց, որ գինին կարա լինի նաև ուրիշ բանի համար, ոչ միայն խմելու։ Wine and Grapes Cosmetics-ի հիմնադիրը, համահիմնադիրը Մանեն եկել է մեզ այսօր այցելելու եւ պատմելու ինչքան յուրահատուկ է իրանց արտադրանքը եւ ինչի է արժանի որ լինի Ումայում։ Շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Շատ հաճելի է նման լավ խոսքեր լսել մեր արտադրանքի մասին։ Շատ հրճվում եմ, որ դուք նույնպես նկատել եք իրենց յուրահատկությունը եւ ես հիմնականում ուզում եմ այսօր նաեւ բոլորին պատմեմ, թե ինչքան յուրահատուկ է մեր արտադրանքը։ Ուրեմն նախ կուզենամ սկսել մեր պատմությունից, թե ինչպես ստեղծվեց, որտեղից ծագեց այս գաղափարը։ Ինչպես նշեցիք, այո, ես համահիմնադիր եմ եւ մեր ողջ գործունեությունը, թե Wine and Grapes Spa-ն եւ թե Wine and Grapes Spa Cosmetics-ը ընտանեկան բիզնես է, ինչը իմ համար միշտ, այսպես ասած, բիզնեսում green flag է։ Green flag ինչը նշանակում է, որ շատ ավելի սրտացավորեն ենք մոտենում մենք մեր աշխատանքին, մեր աշխատակիցները մի մեծ ընտանիք են եւ յուրաքանչյուրս մեր հոգին ենք դնում մեր ապրանքի, մեր արտադրանքի մեջ։ Ուրեմն արտադրությունը սկսել ենք 2020-21 թվականին։ Քույրս եւ նրա ամուսինը փորձարկումներ են սկսել։ Նախ ինչի ստեղծվեց մեր կոսմետիկան, որովհետեւ ինչպես ասում են, պահանջարկը ծնում է առաջարկ։ Մեր հաճախորդները Wine and Grapes Spa-ում հիմնականում արտասահմանցիներ են եւ մեր պրոցեդուրաները ստանալուց հետո, վայելելուց հետո ուզում էին, որ ինչ-որ մի բան իրենց հետ կարողանային տանել իրենց երկիր, ինչ-որ մի թե հուշ, թե շարունակեն խնամքը, որը իրականացվել է մեր սպա կենտրոնում։ Եվ այդտեղից մի քիչ ավելի մանրամասն սպայից կխոսենք։ Եվ այդպես հասկացանք, որ չէ, պահանջը կա, պետք է արդեն ստեղծենք մեր կոսմետիկայի գիծը։ Եվ քույրս եւ ամուսինը սկսեցին արդեն զբաղվել ֆորմուլայով եւ այն ինչ որ դուք տեսնում եք այստեղ, կարելի ասել նրանց հրաշագործ ձեռքերի արդյունքն է, այո։ Իսկ ստեղծելուց հետո մենք բոլորս մեծ վստահություն ունենալով իրենց ֆորմուլայի հանդեպ սկսեցինք փորձարկել մենք մեր վրա։ Իհարկե, այնուհետև լաբորատոր փորձարկումներ անցել են եւ նախքան այդ օֆիցիալ փուլին անցնելը մենք բոլորս փորձարկեցինք մեր վրա, որպեսզի ինքներս համոզվենք արդյոք էֆեկտիվ է մեր արտադրածը, թե ոչ եւ արդյոք ապահով է։ Եվ այդտեղից կարելի է ենթադրել, թե մենք ինչքան հավատով ենք մոտենում մեր ֆորմուլաներին։ Եվ իհարկե դրանից հետո 2021 թվականից ի վեր մեր ընտանիքում նույնիսկ տղամարդիկ էլ ոչ մի ուրիշ կոսմետիկա չեն օգտագործում։ Այդքան մեզ բավարար է էֆեկտը։ Ես ինքս ձեր հաճախորդն եմ, համ սպայի, համ կոսմետիկայի, միջալոց սկզբից սպան էի հաճախում, հետո նոր իմացա, որ կա նաև կոսմետիկա, ահա որ ուրախացա։ Զարմացա, որ 5 տարի է ինքը արդեն կա շուկայում, բայց ես նոր եմ իմանում իր մասին ցավոք, ու արդեն մի տարի գիտեմ։ Ու օգտագործում եմ ձեր էսա, եթե չեմ սխալվում, face cream-ը հոտը, ձեր բնատուր փայլը ավելի է ընդգծում։ Ոյ, մերսի շատ։ Շատ լավն է, ես բոլոր մեր հաճախորդներին պարտադիր խորհուրդ եմ տալիս, որովհետև ինքս գիտեմ իր արդյունքը ոնց է։ Շատ ուրախ եմ, որ նկատել եք արդյունքը։ Եվ իհարկե, ինչպես նկատում եք, փաթեթավորումը եւ թե վրայի այդ ստիկերները, ամեն ինչ ամենաբարձր ճաշակով ու նաև որակով է արված քաղաքի լավագույն այդ տպարաններում եւ ամեն ինչը մտածված է եւ հարմարացված է մեր հաճախորդներին, նույնիսկ շշերի օգտագործման այդ փորձարկման փուլերում ունեցել ենք ֆիդբեք, որ սա հարմար չէ, փոխել ենք, հարմարացրել ենք մաքսիմալ մեր հաճախորդներին եւ շատ կարծում եմ ինչն է իդեալական այս պրոդուկտի մեջ, որ ինքը մի հատ բաց է լրացնում իրականում մարքետում հետազոտելուց ոնց որ այդ
հետազոտական աշխատանքներով ավելի շատ ես եմ զբաղվում եւ ես նկատեցի, որ ուրեմն շուկայում ունենք շատ նատուրալ ապրանքներ, այո, ունենք խաղողի եւ գինու հիմքով ինչ որևէ ապրանքներ, իհարկե Հայաստանում չեմ նկատել, բայց այդ բացը այն էր, որ մենք չունենք նատուրալ եւ խաղողի ու գինու հիմքով կամ այն էր պակասում կամ այն եւ մի բավականին մեծ բաց ենք լրացնում հենց հայկական շուկայի համար, որտեղ ինքը համ կարող է որպես սուվենիր դիտվել, որ արտասահմանցիները շատ սիրում են գնել, նվիրել, ինձ թվում է շատ ներկայացուցչական է երկրի համար, շատ լավ լույսով ենք պատկերում մեր երկիրը։ Եվ բացի դրանից, 99%-ով նատուրալ բաղադրիչներ են, ոչ մի արհեստական քիմիկատներ, մաշկի համար ինչ-որ գրգռիչ նյութեր չի պարունակվում ընդհանրապես, եւ նույնիսկ մենք շատ ենք սիրում կատակել, ասելով, որ մեր քսուկները կարող ես հացի վրա քսել եւ ուտել, այդքան ապահով են իրանք։ Ոնց է եկել առհասարակ այս միտքը։ Եվ սպայից սկսենք։ Սպան, գինով սպա, ով տեղյակ չի, ով չի գնացել, Պրոշյանի վրա է գտնվում, շատ գեղեցիկ է էքստերիերով, ոչ պակաս գեղեցիկ ինտերիերով ու շատ հետաքրքիր, ոնց որ փուլերով անցնելով պրոցեդուրաներով ինձ վայելում ես մինչև վերջ։ Ու տենց կուզենայի իմանալ ոնց եկաք այդ մտքին այդ գաղափարին։ Ուրեմն ասեմ, որ մեր սպա կենտրոնը նույնպես կոչված է մեր մարքեթում ինչ որ բաց լրացնելու, մեր հիմնադիրները, ովքեր ծնողներս են, շատ են սիրում ճանապարհորդել եւ տարիներ շարունակ ճանապարհորդել են եւ նաեւ շատ սիրում են սպա ոլորտը, բոլոր երկրների սպա կենտրոնները այցելելով հասկացել են, որ ինչ որ բան չի բավարարում իրենց նախընտրությունները եւ նաեւ գիտականորեն ապացուցված չէ, այսինքն նրանք այդ պրոցեդուրաները անցնելով հասկանում են, որ հա միգուցե սա հաճելի է, բայց մենք լինելով բժիշկ, ես չշեշտեցի, որ նրանք բժիշկ են, այո, նրանք լինելով բժիշկ հասկանում են, որ դա համապատասխան էֆեկտ չի կարող ունենալ մաշկի վրա։ Նման պրոցեդուրաների հերթականությունը, նման իրերի պրոդուկտների կիրառումը։ Եվ նրանք որոշեցին 2012 թվականն էր, այո, որ հիմնվեց մեր սպա կենտրոնը, որոշեցին լրացնել այդ բացը, որ ստեղծեն սպա կենտրոն, որտեղ կիրականացվեն պրոցեդուրաներ, որոնք եւ գիտականորեն հիմնավորված են բժշկորեն ապացուցված մեթոդներով եւ sense խենթանալու էմոցիաներ են ապահովում մեր հաճախորդներին եւ նաեւ շատ ներկայացուցչական են որպես մեր երկիրը ներկայացնելու համար, շատ բնութագրական են մեր երկրին որպես գինով եւ խաղողով, դե ինչն է Հայաստանին բնութագրում, եթե ոչ գինին ու խաղողը։ Եվ ինչն է շատ մեզ հպարտեցնում այն փաստը, որ մեր պրոցեդուրաները պատենտավորված են WIPO-ի կողմից, այո, World Intellectual Property Organization, այսինքն դա նշանակում է, որ այդ կազմակերպությունը, այդ համաշխարհային կազմակերպությունը հաստատում է, որ աշխարհի մի շարք երկրներում, գրեթե բոլոր, այս պրոցեդուրաները, որոնք որ իրականացվում են մեր սպա կենտրոնում, գյուտ են համարվում, այսինքն ուրիշ ոչ միտեղ չեն իրագործվում այս պրոցեդուրաները։ Դա իրոք հպարտանալու բան է։ Ինչքան հնարավոր է շատ մարդ դրա մասին պիտի իմանա, որ մենք ունենք տենց մի բան, որ աշխարհում ուրիշ ոչ միտեղ չես կարող հայտնաբերել։ Դա իսկական այցեքարտ է, կարծում եմ, Հայաստանի համար։ Լիովին համամիտ եմ դրել։ Եվ այո, այդտեղ մի մոտավոր 8-9 տարի գործունեությունը ծավալեց սպա կենտրոնը ու հասկացանք, որ չէ, արդեն ժամանակն է նաև կոսմետիկա արտադրելու, որպեսզի ցանկացած այցելու ինչ-որ մի փոքր կտոր կարողանա տանի իր հետ տուն, որտեվ շատ կային խնդրանքներ, որ ձեր յուղից տվեք տանենք, ձեր խաղողից տվեք, բայց դե պարզ է, որ իրանք բնական նյութերն եւ պահպանման ժամկետ երկար չունեն, դրա համար պետք է ինչ-որ բան մտածել, որ կարողանայինք դրանք շշալցնել եւ տեղափոխել աշխարհի ցանկացած կետ։ Միջելոց մի հատ sense դեպք պատմեմ իմ կյանքից։ Ես ալկոհոլ չխմող մարդ եմ, առհասարակ ինձ մինչև երևի 3-րդ բալիկս ունենալա։ Եթե եւ խմում էլ ինչ-որ կարող է առիթ էր կամ նոր տարի էր, ինչ-որ մի բակալ, հայերեն բակալ
շամպայն, ոնց միգավատ շամպայն էր կամ միգավատ գինի էր ու դրանով ավարտվում է ու ուրեմն եկել եմ ձեր կենտրոն պապան խմացրել է ամուսնուս հետ էինք նվեր եմ արել իրան եթե չեմ սխալվում փետրվարի 14-ին համար դուք իմիջիալից շատ գեղեցիկ sense փաթեթներ կան դրանց մասին էլ կխոսամանեն կարծում եմ ուրեմն գնացինք այնտեղ առաջարկում են ես տենց առհասարակ չեմ խմում ու վերջում համոզում են ասում են մի փոքր սպիտակին սպիտակը որ Yes. Նենց լավ տրամադրությունով դուրս եմ գալիս։ Հաճախ կյանքում ամուսինս տես չի տեսել, ես էլ ինքս ինձ չճանաչելով տենց դուրս եկա մի կերպ ասել եմ ձեր հիմնական սրա։ Նստել եմ ու սենց հացի ծաղում եմ տրամադրությունս լավ է։ Հա, մեր հաճախորդներին չենք թողում, վա տրամադրությամբ դուրս գան։ Միանշանակ ես դա զգացի։ Մի շատ եղեք, այդ սպիտակինի շատ ուշ եղա։ Մի ծիծաղալու բան ես էլ պատմեմ, մեր ռուս հաճախորդներից մեկը մի տարեց կիներ, մտավ պրոցեդուրաները վայելեց, դուրս եկավ, սենց կանգնեց ֆոյում, սենց я чувствую себя как дорогое вино։ Այդտենց ինչ-որ զգացողություններ։ Ուրեմն մեր սպա կենտրոնում պրոցեդուրաները առանձին չեն, այլ ներկայացված են փաթեթներով, դա նույնպես խոսում է իր գիտականորեն ապացուցված լինելու մասին, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ ուղղակի այս պրոցեդուրան, հետո այս պրոցեդուրան դա ճիշտ ազդեցություն չի թողի մաշկի։ Մենք լրիվ ինչ-որ sense տրամաբանական կապ ենք ստեղծել պրոցեդուրաների մեջ, որպեսզի մաշկը հնարավորինս լավ մաքրվի եւ այդ մեթոդը հենց այդպեսին կոչվում է մաշկի խորը մաքրման մեթոդ, որը որ հենց պատենտավորված է, պատենտավորված գյուտ է ու ըստ ճիշտ հերթականության ունենք մի քանի փաթեթներ, փաթեթները շատ հետաքրքիր անվանումներ ունեն, աստվածային, արքայադուստր, այո, որպեսզի համապատասխան զգացողություններ առաջացնեն մեր հաճախորդների մոտ եւ այստեղ տեսնում եք, այո, համապատասխան փաթեթների նվերային տուփիկները, քարտերը, այո Ինձ թվում է շատ հետաքրքիր նվերի գաղափար է, տեսքն էլ բավականին։ Մեր մոտ նույնիսկ այս տուփիկներից պատվիրեցին Քաթարում գտնվող հայերը իրանց բարեկամների համար որպես նվեր։ Ինձ թվում է որպես սուվենիր շատ հետևուշանվեր, որպես շատ լավ միտք է։ Կոսմետիկան, մի քիչ էլի կոսմետիկայի մասին եմ ուզում, ինչ տեսակի կոսմետիկա ունեք, ինչ ազդեցություն ունի ամեն ինչ։ Կոսմետիկայի լինիան շարքը, կոսմետիկայի շարքը համալրված է գրեթե 21 պրոդուկտներով, այսինքն ձեր մաշկի խնամքի մեջ ինչ փուլ որ օգտագործում եք, ոչ միայն մաշկի, նաև մազերի, աչքերի տակ, ամբողջ մարմնի, ոտքերի խնամքի ինչ փուլ պատկերացնում եք, ներգրաված է մեր շարքում եւ ամեն ինչի հիմքում մի քանի բաղադրիչներ են՝ խաղողի կորիզի յուղը, գինե թթու, խաղողի կորիզի էքստրակտ, հիմնականում դրանք են։ Ինչպես նշեցի, մեր կոսմետիկան նորից մի քանի փաստ, որ ես հպարտանում եմ դրանով, 99% նատուրալ է, վեգան է, այսինքն փորձարկված չէ կենդանիների վրա, այսինքն հասանելի է հասարակության բոլոր շերտերի համար։ Իմ համար օրինակ ոչինչ, իմ համար օրինակ շատ կարևոր է։ Ասում վեգաններն էլ կարող են օգտվել։ Իրականում շատ կարևոր է, որ այս դարում մենք վրոդի 21-րդ դար ենք, բայց մեկը շարունակում են կենդանիների վրա փորձարկումներ անել, որը համարվում է շատ սխալ եւ դաժան տարբերակ փորձարկումների եւ ահավոր խրախուսում եմ sense մեթոդիկաներ, բացի դրանից կուզենայի շեշտադրել, որ այս կոսմետիկան ներկայացված է ձեր մոտ duty free-ում, մեր մոտ ումայում է ներկայացված Հիմա գտնվում ենք այնպիսի փուլում մեր գործունեության, որ նաև փորձում ենք մեր այս մարգարիտները ոնց որ տարածել այլ երկրներ, ինչպես ասեցի, ունենք պատենտներ շուրջ 20-ից ավել երկրներում եւ նաև մեր trademark-ը գրանցված է նույնպես 20+ երկրներում եւ այդ ամենի հիմքի վրա փորձում ենք franchise իրականացնել, այսինքն կետեր հիմնել աշխարհի տարբեր երկրներում եւ նաև գտնել դիստրիբյուտորներ մեր կոսմետիկան սփռելու ամբողջ աշխարհով
Հարգելի հայեր, այո, եթե կլինի, ովքեր որ ման են գալիս, ինչով զբաղվեն, ինչ ֆրանշիզայի փաթեթ գնեն, սրանից հետաքրքիր տարբերակ շատ քիչ կա, էլի կան, բայց sense unique տարբերակներ իսկապես շատ քիչ կան։ Քանի որ պատենտի հիմքի վրա ենք աշխատում, դա նշանակում է, որ տարածաշրջանում, որ դուք հիմնեք սպա կենտրոն, մեր սպա կենտրոնը, մեր trademark-ի ներքո եւ իրագործեք մեր պատենտավորված պրոցեդուրաները, ձեր տարածքում կախված նրանից թե ֆրանչայզի պայմանագիրը ինչ լոկացիա կընդգրկի, չի լինելու ձեր նմանակը, այսինքն դուք կարող եք համարվել մոնոպոլ բիզնես, ոչ ոք չի կարող իրագործել այն ինչ որ դուք եք իրագործում։ Դրա համար կարծում եմ շատ շահավետ առաջարկ է։ Այո, ֆրանշիզան վերաբերվում է համ կոսմետիկային, համ այո, այո։ Full patent։ Շատ հետաքրքիր։ Դուք ուզում եք ասեիք նաև, որ մենք առանձին զրուցում ենք, պատմեցիք, որ երեխաների համարել եք։ Հա, մենք նորից այնքան մեծ վստահություն ունենք մեր պրոդուկտների նկատմամբ, որ եւ ես եւ քույրիկս երեխաներ ունենք ու նույնիսկ մեր երեխաների skin care-ի մեջ ենք, մաշկի խնամքի մեջ ենք օգտագործում։ Երեխայիս մի շրջան ամբողջ մարմինը ցանավորվել էր։ Ամեն ինչ փորձարկեցի, վերջում մնաց մեր սիրելի խաղողի կորիզի յուղը, արդեն ճարահատյալ դա փորձարկեցի, ընդհանրապես ես այդքան էլ միշտ վախենում եմ մի քիչ ոչ բնական, հա, ոչ բնական միջոցներից, օգտվեցի մեր խաղողի կորիզի յուղից, 2 օրում էֆեկտ նկատեցի, հետո ամիսներ հետո այլ հարցի շուրջ մաշկաբանի դիմեցի, էլի երեխայից հետ կապված, հետո պատմեցի, որ գիտեք, խաղողի կորիզի յուղը դրա հիմքով մեր կոսմետիկան եմ օգտագործել, նենց էֆեկտ եմ նկատել, ասեց, ոնց չես վախեցել, այդ ժամանակ 5-6 ամսական էր երեխաս, ոնց չես վախեցել, 5-6 ամսականում տենց պրոդուկտ ես կիրառել, բովոր ցաներ, բան, ասի ես հատ առ հատ գիտեմ ինչ հա մտնում այդ կրեմի մեջ, ամեն մի կաթիլից տեղեկացված եմ ու այդքան վստահում եմ մեր ֆորմուլային, որ օգտագործել եմ ու իրանց նշանակածը տենց մաքուր բաղադրություն չէ, միանշանակ քիմիական նյութեր էր, մի խոսքով այդքան վստահում ենք մենք մեր կոսմետիկային, մեր ընտանիքի անդամ է դարձել արդեն մեր արտադրանքը։ Շատ կարևոր է, ես էլ եմ փորձում ամեն ձև տանը օգտագործել մաքսիմալ բնական կոսմետիկա, դրա համար մեր այլ գործընկերներ, ովքեր որ ստեղծում են բնական կոսմետիկա, ուրիշ տեսակի։ Շատ շնորհակալ եմ ու առհասարակ շատ ուրախանում եմ, որ մեր Հայաստանում հիմա սկսվել են սենց ոնց որ աճ ստանալ հայկական, բնական ոչ վնասատար արտադրանքները, խնդրում եմ խրախուսեք իրանց, գնեք իրանց, փորձարկեք ու ես վստահեցնում եմ ձեզ, որ մի անգամ սենց բան փորձելուց հետո դուք հաստատ էլ չեք ուզում վերադառնալ այն մեր համար ավելի ճանաչված, ավելի տարածված բրենդին։ Դե մի փոքր էլ ձեր մասին պատմեք, Մանե ջան։ Չի սպասում։ Ես Մանեն եմ, ավարտել եմ այս տարի ԵՊԲՀ-ն, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի բուժական ֆակուլտետը։ Այժմ գրեթե 2-3 օրից պետք է սկսեմ կլինարդինատուրան, ախտաբանություն ուղիով եւ ես էլ նույնպես ծնողներիս պես, քույրիկիս պես շարունակում եմ բժշկության ոլորտը։ Ամբողջ ընտանիքում բժիշկներ։ Եղբայրս ա մի քիչ շեղվել, բայց ինքն էլ իր ավաբանությունը ընտրել։ Դա կարևոր։ Հա, ունեմ երեխա, աղջիկ, սիրունիկ եւ իմ ամենամեծ մոտիվացիան ինքն է, մոտիվացիան ստեղծելու մեր հասարակությանը պիտանի արտադրանք, նաև գործունեություն ծավալել բժշկության մեջ իմ գլխավոր մոտիվացիան ուղղակի լինել հասարակությանը պիտանի եւ, չգիտեմ, լավագույն կյանքը ստեղծել իմ ընտանիքի, իմ աղջկա եւ ամուսնու համար եւ այս ամեն ինչի հետևում ուղղակի իմ ամբողջ ընտանիքի անունից եմ խոսում, չգիտեմ, ամենաբարի դրդապատճառներն են, ոչ մի այլ բան։ Ձեզանից երևում է, ոնց որ հրեշտակ լինեք, ինքան բարի լուսավոր կերպար եք նստածում եմ, առանց չափազանցնելու եմ ասում, չգիտեմ, էկրան
էկրանով զգացվում է թե չէ, բայց ես Մանեին առաջի անգամ եմ այսօր տեսել, մենք գործնական հարցերով զբաղվել ենք հենց ձեր քրոջ ամուսնու հետ, բայց նենց ուրախացա, որ դուք էլ եք Հուսամ մեր մյուս անդամների հետ էլ կծանոթանաք, մի օր շատ լավ կլինի, հատկապես քույրիկս Գորի կինը, ինքը նաև բլոգեր է, արդեն քանի տարի է զբաղվում է բլոգինգով, այո, Անահիտ Գևորգյան Instagram-ում մի ժամանակ Healthy Project by N այդպիսի անունով էր հայտնություն հավաքել, այժմ ուղղակի դոկտոր Անահիտ Գևորգյան, ինքը ԵՊԲՀ-ում հիգիենայի ամբիոնում դասախոսում է նաև ինքն է հիմնականում մեր կոսմետիկայի միշտ այսպիսի միջոցառումներին քույրիկս է մասնակցել, ցավոք այսօր չկարացավ ներկա գտնվել, դրա համար ես եկա, բայց շատ ուրախ եմ, որ ես եկա, ծանոթացա ձեր հետ, հույս ունեմ, որ մի օր սենց բոլորով կհանդիպենք։ Ձեր ամենասիրած պրոդուկտը ո՞րն է։ Իմ ամենասիրածը ծիծաղալոկը հնչի մեր ամենաթանկ պրոդուկտն է իրականում գնային տեսանք, ես միշտ որ ինձ հարցում են, ես ասում ես չեմ փորձում ամենաթանկը վաճառել, ուղղակի իրոք իմ համար մեր շիճուկն է, որ իր մեջ նաև հիալուրոնաթթու է պարունակում, միակ պրոդուկտն է ստերից, որ հիալուրոնաթթու ունի, խաղողի կորիզի էքստրակտ եւ գինեթթու ուղղակի էֆեկտը ես չեմ կարող նկարագրել, հենց վերջանում է այն պրոդուկտը, այդ սիրումը։ Մի անգամից քույրիկի զանգում եմ, ասում եմ, խնդրում եմ, մի բան արա, չեմ կոմշնչեմ առանց այդ պրոդուկտի, օրական մեկ անգամ առավոտյան օգտագործում ու ուրիշ ոչ մի փափկացնող բան վրայից չեմ օգտագործում։ Չգիտեմ, միշտ էֆեկտը նկատելի է, հատկապես որ գնում եմ պրոֆեսիոնալ մեյքափի, միշտ ասում եմ, ինչ եք օգտագործում, ասում եմ, շատ լավ բան եմ, ես կողազդելու։ Այդպես իմ ամենասիրած պրոդուկտը դա է։ Դե ամենագնայինով ամենաբարձրն է, բայց էֆեկտի դիմաց sense ասեմ նույնիսկ ոչինչ է իմ համար անգել։ Ես ուզում եմ շեշտը դնեմ նրա վրա, որ սա լուքս դասի կոսմետիկա է։ Սա mass market չի, ու ինքը չի կարա լինի էժան։ Ես շատ եմ վերջերս սկսել խոսել գներից, չեմ սիրում գումարային հարցերի մասին առհասարակ խոսալ, բայց կարևոր է դա նշել, որ մենք ունենք Հայաստանում համ mass market համ ունենք լուքս դասի ապրանք ու պետք չի զարմանալ, որ ինքը կարող է մի փոքր թանկ լինի, բայց դուք գնում եք սա մեկ անգամ ու օգտագործում եք երկար ամիսներ ու երբ որ համեմատում եք արդյունքը այլ պրոդուկտների հետ, ինձ թվում է այստեղ արդեն հարցերը ավելորդ են դառնում։ Մեկ-մեկ ձեզ, միկրոֆոնից հակոպնում եմ, մեկ-մեկ ձեզ նվեր արեք ինքներդ ձեզ, կամ խնդրեք մեկին ձեզ նվերանի ու սենց գեղեցիկ բաներ վերցեք, որը հետո ամեն օր, ամեն ասուր ձեզ կուրախացնի։ Նույնիսկ մենք մի քանի օր առաջ հաճախորդ ունեինք, որ եկավ հարցրեց ու նայում էր հենց ինձ էր հարցում, ես ինքս իմ բանով ասում եմ, նեսեք մի քանի ամիս է սա եմ օգտագործում ու ես Ես արդեն մի քանի ժամ ավեր սկսած է այս կրեմը, բայց ինքը մեկ է sense փափու հաշվի առնելու, որ իմ մաշկը օրինակի համար հատկապես ծմերվա եղանակին իդեալականը հենց կրեմը։ Ես հոտնել եմ շատ սիրում ձեր կոսմետիկայի, ոնց որ մտնես սպա։ Սպեցիֆիկ։ Հատկապես բաղնիքում որ հոտը տարածումը շատ համեղ է։ Գինու հոտ է։ Մարդիկ գալիս են հատուկ բան են վերցնում։ Մենք հոտեր ունենք առանձին հատուկ վերցնում են որ տանը բանան են դուք եթե սիրում եք sense հոտեր մի անգամից դվավադնում կարող անեք հա մենք մտածում էինք ճիշտ ասած մեր բանը չեմ կադրից դուրս կարող լինի մեր ոնց որ significant այդ հոտը ստեղծենք թեկուզ որ սպայում լինի հենց այս հոտի հիման վրա բայց մի ճիշտ ասած մի քիչ վախենում եմ որ կարող շատ հոգնածնող լինի երկար ժամանակ հա կարող է ինքը մի քիչ թունդ լինի, հա, վախում։ Հա, կարող արդեն զզվեն հաճախորդները, դրա համար վախենում ենք մի քիչ։ Իդեպ հա, ասեմ, որ երբ որ ես նշում եմ, որ 99% բնական է, նույնիսկ փայլիկները, որ կա սրա մեջ, դրանք միներալային փայլեր են։ Փայլերը բնական են, ոչ մի արհեստական բան չի օգտագործում։ Հատուկ միներալներից ստացված փայլ է։ Որ ասում եմ լուքս դասի է, ոսկու պես փայլում է կոսմետիկան։ Հետո մենք ենք տենց ոսկոց։ Այլում։ Դուք ոնց ներգրավվեցիք այս կոսմետիկայի մեջ, սենց երիտասարդ լինելով։ Ձեզ որ տեսա, անկեղծ մտածեցի նոր եք ավարտել դպրոցը,
շատ ջահել։ Հիմնականում ինչի մենք ընտանիքով ներգրավեցինք սրա մեջ, դե միշտ սկզբից հայրս, մայրս սկսեցին, մենք շատ փոքր էինք այդ ժամանակ, չէինք էլ հասկանում ինչով են զբաղվում իրանք։ Հետո տարիների հետ papan միշտ sense հոգնած, չգիտեմ, քիչ sense ջղայնացած, որ տեսնում է ինչ որ sense թղթերի մեջ խճճված, ասում եմ, ինչ ա եղել, ուֆ ասում է, չեք մեծանում, ինձ օգնեք այս հարցերում, ինչ աշխատակից որ ունեցել ենք, դե գիտեք, այդ սրտացավությունը ու այդ էմոցիաները իրանք չեն կարող զգալ, ինչ որ մենք մեր արտադրանքի, մեր հայրիկի, մայրիկի չարչարանքների համար ոնց որ այդ աչքի լույսի պես աճացրել ենք այս գաղափարը ու ոնց որ հայրիկս ասում է որ իրոք ուրիշ ոչ ոք ընտանիքից դուրս այսքան սրտացավ չի կարելի, ինչքան մենք դրա համար ինչքան հնարավոր է ընտանիքով ներգրավեցինք ու արդեն ասում եմ դպրոցական տարիքից տեսնում էի որ papan այդ պատենդավորման հարցերով էր զբաղվում, փորձում էի օգնել անգլերենից իմացության շնորհիվ թարգմանում էի անգլերեն, ռուսերեն, իրար հետ էինք աշխատում այդ մեթոդի գրավոր հարցերում ու ինձ կամած արդեն ներգրավեցի հետո որ մի քիչ արդեն մեծացա դպրոցը ավարտեցի դե գնում եմ papayin ասում եմ ուզում եմ այստեղ աշխատանքի ընդունեմ այնտեղ աշխատանքի ընդունեմ ծնողներս ինձ երբեք չեն թույլ չեն տվել եւ կարիք էլ չեն ստեղծել որ ես աշխատեմ բայց արդեն եմ որ ուզում եմ ես իմը ստեղծեմ միշտ papays ասում եմ ես աշխատեմ ստեղից են կանչում ուզում եմ անգլերենի ուսուցչուհի ինչ որ տենց բաներ աշխատեի papas ասում է ուզում ես աշխատես հեսա այսքան գործ կա անելու արի ինձ օգնի այնքան ասած ասի լավ գալիս եմ ինչ գործ կա տուր ու այնպես ստացվեց որ ես ներգրավվեցի այդ ամեն ինչի մեջ ամեն ինչ sense առայմ ուսերին դե քույրիկս էլ զուգահեռ սկսեց կոսմետիկայի հարցերով տենց համախմբվեցինք ու մենք sense հրաշք թիմ ստացանք, որի համար Ռոքֆելլերն էին տենց սկսում իրոք մենք մենք տենց ենք մեզ մոտիվացնում, այդ լսելով այդ մյուս հաջողության պատմությունները, ասում ենք ոչինչ որ մասին եմ իհարկե խոսան ու ես միշտ հորս ասել եմ, որ ինչ լինի, ոնց լինի, ես քո երազանքը իր այդ պատկերացումները, շատ մեծ պատկերացումներ ունի ապագայում, ասեմ ես մինչև վերջ հասցնելու եմ քո գործը, համար ավարտին հասցնելու եմ։ Չմտածես, էլի։ Իրանք ոնց են վերավ, իրանք ոնց տենց եկան մտան, մխրճվեցին էս wine and grapes սպայի աշխարհ։ Գորը դե ասեցիք դատական բժիշկ է, իսկ իմ ամուսինը իրական բժշկության ոլորտից չի, ինքն է մի քիչ աղբորս հետ իրանք են բժշկությունից շեղվել, ինքը աշխարհագրության ֆակուլտետն է ավարտել, այսինքն ինչ որ չափով ինքն էլ առնչություն ունի բնության, բնական այդ ամեն ինչի խաղողագործության, ինչ որ այդ հարցերով papays հետ հաճախ խորհրդակցում են, ես գլուխ չեմ հանում, չեմ խառնում, բայց ինքն էլ ինչ որ առնչություն ունի այս ոլորտի հետ, բայց ես ու ամուսինս դե հիմնական տեխնիկական հարցերով ենք փաթեթավորումը, այդ packaging ամեն ինչ ամուսնուս հետ եմ անում, երբ որ ես այս ամենի մեջ էի, հետո մենք ամուսնացանք, այսինքն ուզած-չուզած ինքը ներգրավեց այս ամեն ինչի մեջ, երբ որ տենում էր, որ ես ինչ որ sense խառնեմ այս հարցերով, բարձա որ պետք է օգնության ձեռք մեկներ ու ինքն էլ չհասկացավ թե մինչև ամուսնանալը, ամուսնանալուց հետո էլ արդեն հասկացա որ չէ։ Ուզի պետք է ինքն մասնակցի այս ամենին, իսկ Գորը Անահիտի հետ իրանք երկուսով իսկ սկզբանե սկսեցին ֆորմուլան փորձարկել, միշտ տեսնում էինք իրանց այդ քննարկումները, բան ասում ինչ հավես է որ համ ամուսիններ են, համ էլ sense բան են ստեղծել, բացի երկու ճկնաղ երեխա ստեղծելուց նաև էս էլ է իրանց ինչ որ ստեղծագործությունը, այդպես են ներգրավել մեր ամուսինները եւ չեմ բողոքում, համենայն դեպս իրանք չեմ բողոքում, շատ ուրախ են եւ իրանք մեր թիմի անփոխարինելի մաս են, մեր ուժն են, մեր թիկունքն են, այսպես ասած, մենք կանանցով ասենց ստեղծագործ մասն ենք, իրանք մեր ուժն ու բրավո, թիկունք, բրավո։ Ես ահավոր ուրախանում եմ, անկեղծ եմ խոսում հիմա, ահավոր ուրախանում եմ, որ կարողանում են բոլոր կողմերից ընտանիքի անդամներ խրախուսեն, օգնեն, աջակցեն ու ներգրավեն process-ի մեջ։ Դա էլ իմ կռիվն է, իմ աղբորը քրոջս։ Անդադասում դուք քիչ եք գալիս մեր մոտ մի քիչ բան անի։ Ոչինչ, ամեն մեկը տարբեր ոլորտներում, ամեն մոտ որտեղ իմ papan էլ երկար պայքարեց, ինչը բոլորից համախմբեց։
Ինչ պրոյեկտներ եք նախաձեռնում, ինչ նպատակներ ունեք։ Հիմնականում միշտ փորձում ենք դե ժամանակին համահունչ շարժվել առաջ, միշտ sense up to date պահում ենք, տեսնենք ինչ ցուցահանդեսներ, տոներ հատկապես։ Առաջիկայում մի քիչ пассив շրջան է իրականում, տոներից դե դեռ մոտակայքում մենակ նոր տարին է, որևէ հետաքրքիր միջոցառումների դեպքում անպայման կտեղեկանաք։ Դեռևս пассив շրջան է, ինչ որ пассивությունը միշտ ասում calm before the storm, հուսամ մեծ բերքատու շրջան կսպասվի մեզ ապագայում, շատ հիմա ավելի շատ behind the scenes ինչ որ շրջան է սկսել, մեր մոտ աշխատում ենք, տեսնենք այդ franchise-ing-ի հարցերով, փորձենք մեր այդ պատկերացումը իրագործել, պապայիս պատկերացումը, այդ երազանքը, այս պահին ինչ որ ավելի пассив շրջան, ինչ որ բան չենք նախատեսում մոտակա շրջանում։ Բաղադրիչների ու իրանց ազդեցության մասին։ Իհարկե։ Ուրեմն բաղադրիչներից անդրադառնանք իմ ամենասիրելի եւ իմ կարծիքով ամենաուժեղ բաղադրիչներից մեկը գինեթթուն։ Ինքը ալֆա հիդրոքսի թթու է համարվում։ Մի քիչ մանրամասնեմ, ընդհանրապես քիմիական պիլինգի մեջ օգտագործում են կամ ալֆա հիդրոքսի թթու կամ բետա հիդրոքսի։ Բետա հիդրոքսի թթուները փոքրինչ ավելի ագրեսիվ են, իսկ ալֆաները շատ ավելի բնականին մոտ եւ ավելի նուրբ են մաշկի վրա ազդում։ Եվ բնականաբար շերտազատելով մաշկը դա նպաստում է մաշկի ռեգեներացիային, արագ ռեգեներացիային, սև հիպերպիգմենտացիայի վերացմանը, մաշկի ընդհանուր երիտասարդեցմանը, կնճիռների մասին դեռ չեմ խոսում, ցենց երևելի անհետանում են միանգամից։ Նույնը խաղողի կորիզի յուղը արդեն ոնց որ այդ մեր շերտազատած մաշկի տակից երբ որ արդեն թարմ մաշկն է սկսում ծնվել, խաղողի կորիզի յուղը արդեն մի հատ նենց խորությամբ խոնավացնում է մաշկը եւ գիտենք, որ խաղողի կորիզի յուղի մեջ մի շարք անտիօքսիդանտներ, վիտամին A, E պարունակություն կա բարձր եւ անտիօքսիդանտների հատկությունը մաշկի համար արդեն շուտվայից ապացուցված հակաքաղցկեղային ազդեցություն է թողնում խաղողի կորիզի էքստրակտը ինքը ինչով է շատ հզոր դետալ գիտենք որ խաղողի ամբողջ օգտակար հատկությունները կենտրոնացած են հենց կորիզի մեջ դրա համար հենց կորիզի էքստրակտ ստանալիս ստանում ենք այն ամենը մաքսիմալը որ կարող ստանանք խաղողից այսինքն ինչ պատկերացնում ենք խաղողի օգտակարությունը այդ ամեն ինչը սենց միանգամից թիրախավորված ուղարկում ենք մեր նոր ծնված մաշկին ու նաև մեր պիլինգի համար նախատեսված այդ սկրաբների մեջ է նաև ավելացնում ենք մանրացված խաղողի կորիզ այն աստիճանի մանրացված, որպեսզի հաճելի լինի մաշկին, վնասակար, շատ ագրեսիվ ազդեցություն չունենա, այսինքն միաժամանակ իրագործում ենք քանի պիլինգի տեսակ կա, չէ, քիմիական, մեխանիկական եւ էնզիմային, ոնց որ երեքը իրար հետ համատեղում ենք մի բանջկայի մեկ տարայի մեջ լրացուցիչ նաեւ խաղողի կորիզի հատիկներն ինչ որ չափով իրենց օգտակարությունը կարան ոնց որ ինֆուզեն դեպի մաշկ։ Սա հզոր իրականում գործիք է մահացած մաշկի դեմ ու վերջում էլ այդ իր մեջ պարունակվող մեղրամոմն ու խաղողի կորիզի յուղն էլ այնպես են սնուցում, խոնավեցնում մաշկը, որ ստանում ենք այնպիսի էֆեկտ, որ մեր մաշկը նմանվում է 20 օրական երեխայի մաշկի եւ իրոք իր հաստության մակարդակով, հաստության տեսանկյունից այնքան փափուկ էֆեկտ ենք ստանում, որ նմանվում է 20 օրական երեխայի մաշկի։ Այդ որ մեկն է, ես սկրաբն եմ անգալիս։ Հես body scrub։ Մազերի խնամքի պրոդուկտներն էլ նույնպես օգտագործում եմ, շատ եմ սիրում եւ ոնց որ երկու իրար լրացնող էտապ խորհուրդ կտանք առաջարկում ենք մեր հաճախորդներին գլխամաշկը սնուցող հեղուկը մազերը լվանալուց առաջ մի քանի կաթիլ գլխամաշկը սնուցող շարժումներով անցկացնել գլխամաշկ եւ դրան զուգահեռ հիմնականում ավելի շատ ծայրերին մազերի մեր կիրառել մեր
խոնավեցնող դիմակը, խորը խոնավեցնող, սնուցող դիմակը, խորհուրդ ենք տալիս սպասել, ինչքան երկար այնքան լավ, բայց գոնե 40 րոպե սպասելուց հետո լվանալ մազերը, էֆեկտը անկրկնելի է ու հենց այս պրոդուկտի մեջ գլխամաշկը սնուցող պրոդուկտի մեջ նաև հարստացված է վիտամիններով, բացի խաղողի կորիզի էքստրակտից, գինեթթվից կան նաև մի շարք այլ վիտամիններ, որոնք ստիմուլացնում են մեր ֆոլիկուլը մազային, նպաստում են նրան, որ ավելի շատ մազային ֆոլիկուլներ սկսեն մազեր աճացնել, այսինքն խտացնում է մազերը, օգնում է, որ արագ երկարի մազերը, մազաթափությունն է կանխում, իսկ դիմակն էլ ոնց որ վերականգնի մեր վառված չորացած մազերը, բայց ինչն է նաև շատ օգտակար ինֆորմացիա այս գլխամաշկը սնուցող հեղուկի, որ ինքը յուղային չէ եւ նույնիսկ կարաս լվանալուց հետո կիրառես կամ չոր վիճակում, այսինքն ինքը յուղային էֆեկտ չի թողնում, պարտադիր չի լվանաս, նաև խորհուրդ ենք տալիս չլվանալ, կարող ես պահել, եթե էֆեկտը դուր է գալիս, կարող ես երկար պահել մազերի մեջ, չլվանալ մազերը, հարդարման չի յուղոտ մազերի էֆեկտը չի։ Չէ, ինքը հենց յուղային չի, ինքը ներծծում է, ոնց որ ուղղակի թրջած լիներ մազերը, հետո վերականգնում է, ոնց որ սովորական մաքուր մազեր։ Այդ տեսանկյունից այդ որպես աղջիկ իմ համար այդ շատ կարևոր է։ Ես դες նայում եմ ամեն ինչին հավատում։ Պատասխանատու եմ ինձ։ Իհարկե, որովհետև ցանկացած հիմնադիր կոսմետիկայի ինքը այցեքարտն է։ Նայում ես իրան ու հասկանում ես արժի օգտագործել, թե չարժի օգտագործել։ Ուրեմն, հա, մի հատ կարևոր լավ ֆակտ ասեմ, պապիկս, տատիկս տարի, այսպես ասած, հիվանդությամբ են տառապում, շաքարային դիաբետ, մենք բոլորս տատիկներ, պապիկներ ունենք շաքարային դիաբետով հիվանդ եւ գիտենք, որ վերջույթները լավ չեն սնուցվում, մի շարք անոթային խնդիրների պատճառով, դրա համար հատկապես դժգոհում եմ ոտքերի չորությունից ու հենց ոտնաթաթերի համար օգտվում են մեր ոտնաթաթի սնուցող կրեմից եւ այդպիսի էֆեկտ ուրիշ ոչ մի պրոդուկտից նկատելի չէր իրանց համար, որ արդեն սկսեցինք ստեղծել մեր կրեմները, ասեց պապիկս կոնկրետ 2 շաբաթ մեկ գալիս է բավականին շատ է կիրառում, 2 շաբաթ մեկ իր անձնական տարայով ասում նորից հա պետք ու իրոք նման էֆեկտ հենց շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար փրկություն է, տատիկս էլ այժմ Ամերիկայում է ու պատկերացրեք այնքան է կարիք զգում, որ մենք ուղարկում ենք Ամերիկա անընդհատ իրեն որպեսզի օգտվի հենց կոնկրետ ոտնաթաթերի համար, դա էլ է շատ ինքը ինչքան հզոր սնուցող էֆեկտ ունի, որ նույնիսկ անոթային խնդիրներով հիվանդների համար ինչ-որ էֆեկտ է թողնում, ազդեցություն է թողնում։ Պիլինգը խորհուրդ չի տրում շատ արագ, շատ հաճախ անել։ Ես ամեն օր օգտագործում ամեն ինչից ինձ անկեղծ ես այնքան եմ սիրում, ես չեմ հասկանում տոների իմաստը։ Տոների մեջ հիմնականում հիմնական բաղադրիչը նորմալ է, հիմնական բաղադրիչը բանն է, գինեթթուն է, դե գինեթթունն ասինք ալֆա հիդրոքսի թթու է, որը ուժեղ էնզիմային բան է, պիլինգ իրականացնող ագենտ է ու դրա համար անընդհատ պատկերացեք մաշկը անընդհատ շերտազատել էլ ճիշտ չի, դրա համար շաբաթական 3 անգամ ենք խորհուրդ տալիս, մանավանդ եթե պետք է արևայրուք ընդունեք, այդքան շատ խորհուրդ չենք տալիս, որպեսզի ավելի չգրգրի անում, հետո տոներ, թե հիմնական սկրաբն ու տոները խորհուրդ չենք տալիս իրար հետ, հա, որովհետև իրենք գրեթե նույն ուղղությամբ են աշխատում, մաշկը շերտազատել շատ ագրեսիվ կլինի մաշկի համար, մենք չենք ուզում մաշկը անընդհատ զրկենք իր բնական հա իր պաշտպանիչ շերտից ընդհանրապես հերթականությունը ճիշտ կլինի իրագործել այսպես եթե մեյքափով ենք մաքրում ենք մեյքափը մեր միցելար նուրբ մաքրող հեղուկով որի մեջ էլի նույն բաղադրիչներն են հիմնականում բայց նաև կա մաքրող ագենտ հետո կիրառում ենք տոները բայց աշխատում ենք տոները կիրառել շաբաթական 3 անգամ բայց ես այնքան շատ եմ սիրում մեկ-մեկ չարաշահում եմ էլի մայրիկս էլ է շատ սիրում տոները, ինչից սկսվեց այս պատմությունը տոների մասին։ Հետո արդեն անցնում ենք խոնավեցմանը, հա, նաև օգտագործում ենք փրփուր, դեմքի մեյքափից հետո, եթե զգում ենք, որ մեյքափը շատ ծանր էր, ինչ որ լրացուցիչ մաքրում անհրաժեշտ, օգտագործում ենք փրփուր, որը ավելի շատ խորհուրդ ենք տալիս մի քիչ ավելի յուղոտ մաշկի համար, իսկ եթե ավելի չոր մաշկ կա, կարող ուղղակի մեր օջառից օգտվի։ Հակառակ ասեցի։ Փրփուրը ավելի շատ խորհուրդ ենք տալիս
չոր մաշկի համար, որովհետեւ շատ ավելի չչորացնի, իսկ օճառը յուղոտ մաշկի համար։ Այնուհետև տոները խոնավեցնող արդեն խոնավեցման շարքից սերումը եւ դեմքի քսուկը։ Բայց մեզ Վազգենը լսում է ասում, ինչքան բան են այս աղջիկներ իրանց դեմ։ Իրականում ես մենակ սերումն եմ անում ու վсё։ Ես էլ անկեղծ ասած Ումային մաղթում եմ, որ ինչպես ասացիք, երկար ժամանակ չէ, ինչ ծավալում եք ձեր գործունեությունը ու արդեն տեսնում եմ, թե ինչ հրաշք sense միջավայր եք ստեղծել, ուղղակի մաղթում եմ, որ այս շատ կարճ ժամանակահատվածում բոլորս լսենք Ումայի անունը ու բոլորս ծանոթանանք ձեր հրաշք անձնակազմի, ձեր հետ ծանոթանանք բոլորս ավելի մոտիկից եւ ուղղակի իրոք ուզում եմ, որ քաղաքի շատ կետերում լսենք Ումայի անունը, շատ հայտնի դառնա Ուման, որովհետեւ կարծում եմ, որ իրոք ձեր առաքելությունը առաջին հերթին պետության համար շատ օգտակար է եւ իրոք շատ խրախուսելի է այն, ինչ որ դուք սկսել եք, ուղղակի չգիտեմ, տիեզերական հաջողություններ եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ, հուզվեցին այնպես։ Ինչի համար եք ամենաշատը շնորհակալ Աստծուն։ Հեսա կլացում այսօր դրա մասին էի մտածում, մի քիչ կարող թեմայից շեղվեմ, բայց այսօր գիտենք բոլորս ինչ օր է, սեպտեմբերի 27-ը 5 տարի առաջ իմ կյանքը անկեղծ փոխեց, ամուսինս այդ ժամանակ Աղդամում էր ծառայում, մենք տարիքային նույն տարիքի ենք, ինքը այդ ժամանակ Աղդամում էր հենց դիրքերում ու ես այսօր փոքրիկ Telegram-յան ալիք ունեմ ընկերներից հետ հենց դրանով էի կիսվում, որ նայում եմ աղջկաս աչքերին փայլուն ու հասկանում եմ, որ 5 տարի առաջ այսօր էր թե մի օր հետո էր գիշերը երկար մի քանի օր ամուսնուս հետ չխոսալ, դե ժամանակ ընկերներ էինք, չէինք խոսացել, տեղյակ չէի իրանից ու զանգ ստացա գիշերը 3:30 պատասխանեցի զանգին, ասեց ես ողջ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ոչ մի իրենց տեղափոխող ավտոբուսը պայթել էր ու իրան նույնիսկ ոչ մի ասկողկա, ոչ մի բան չէր կպել։ Ու այդ գրարմանից մեջ ասում ես ուղղակի հասկացա, որ այս 5 տարի առաջ այս զանգը չստանա, ես փայլուն աչուկները չէին լինի։ Չգիտեմ, շատ հետաքրքիր որ ինձ այսօր այդ հարցը տվեցիք, ես ինձ այսօր դրա մասին էի մտածում, թե ինչքան շնորհակալ եմ Աստծոց, ու ինձ թվում է ես աշխարհի ամենաբախտավոր մարդն եմ, որ ամուսինս ողջ առողջ ինձ է հասել ու ես իմ ունեմ հրաշք ընտանիք։ Դուք եք հրաշք։ Լուսավոր ծաղիկ եք։ Այս գույնը ձեզ շատ սազում է ու ես մտածում եմ ինչ հագնեմ, այսօր սև եմ ուզում հագնել։ Նրբությունը ձեր շատ քնքշությունը որ կա ձեր դեմքի ծերևում է։ Ինձ թվում է այս ապրանքանիշի դեմքը ձեր քուրիկին էլ կնայեմ իհարկե, բայց դուք հաստատ լիարժեք ոնց ասեմ, ապացուցում եք, որ արժանի եք այս ամեն ինչին։ Բրավո, շատ գեղեցիկ պատասխանեցիք այդ հարցին։